Լույս, բարի հերթական երկուշաբթին, արդեն ամսի 6-ը։ Այ համաձայն չեմ։ Այս երկուշաբթին բոլորովին էլ հերթական չի։ Ապա ինչ է փոխվել է։ Այսօր գիտեք ինչ է կոչվում։ Երբևէ լսել եք այս բառը՝ աֆելիոն։ Աֆելիոն երկուշաբթի է։ Երկուշաբթի հետ կապ չունի։ Այսօր բարեկամներ աֆելիոն է։ Դա նշանակում է, որ մեր միակ մոլորակը արեգակից ամենահեռու տարածության վրա է գտնվում։ Երբևէ տարվա մեջ մեր մոլորակը, մեր միակ տունը մարդկության, այո, տարվա մեջ, քանի որ մենք պատտվում ենք արևի շուրջը ոչ թե օղակաձև, այլ էլիպսաձև։ Այսինքն այդ պտույտների ժամանակ մենք մոտենում ենք արևին, մեկ էլ հեռանում ենք արեգակից։ Հիմա մենք ամենահեռու կետում ենք գտնվում այսօր։ Վաղվանից քիչ կմոտենանք եւ գիտեք քանի կիլոմետր ենք հեռու արեգակից։ 152.1 միլիոն կիլոմետր։ Օլալա։ Այնքան հեռու որ արևի լույսը մեզ հասնում է 8 րոպե հետո բարեկամներ։ Փորձեք երևակայել։ Արևը պայթի գոյություն չունենա, մենք 8 րոպե հետո միայն կիմանանք, որ ինքը չկա, մինչ այդ ամեն ինչ։ Իմացեք հարգելի բարեկամներ, բայց այդ ինչա մեզ տալիս այդ աֆելիոնը։ Ինչա աֆելիոնը։ Դե հիմա մարդ ես, մեկ է տեսար մի քիչ էլ հեռացանք, էլ կարող է չկարանանք վերադառնալ։ Եվ արևը, այս ինձ բանը հիշեցրեց Ռաֆայել, այս ացտեկները կային, այդ կորած ցիվիլիզացիան հարավային Ամերիկայում, այսօրվա բանի տեղը մոտա Մեքսիկոյի տարածքում։ Ուրեմն պարզում է իրենք ամեն օր մեկ կամ մի քանի մարդ էին մորթում մատաղանում իրենց աստծուն, գիտեք ինչի համար միայն, որ արեգակը մյուս օրը նորից դուրս գա։ Բայց այդ մորթվողները այնքան երջանիկ էին։ Այդ շատ կարևոր դիտարկում է։ Եթե ինկվիզիցիայի ժամանակ գոռում-ճղում գժվում էին մահապարտները, այս պարագայում դա համարվում էր մեծագույն պատիվ։ Ինձ այստեղ գիտեք ինչն է հետաքրքրում, թե ինչ վախեր են ունեցել։ Դուք պատկերացնում եք ինչքան պիտի մտածես, որ բա որ վաղ արևը դուրս չեկավ, որ մորթվես մարդկանց, մատաղանես, որ միայն թե արեգակը վաղը դուրս գա։ Այն բանի ինչի մասին էր մտածում Զարի աստղը, կա այն այո շատ ուրախ։ Ես այսօր մի կաթիլ անձրևի տակ եմ մնացել։ Մի կաթիլ, մեզ մոտ հորդարատ անձրև էր, մտամ մուտք գամ ռադիոյի եթեր, մեկ էսենց վերջի պայի մի հատ կաթիլ էսենց շրախկ։ Անենց էլ հորդարատ անձրև եկավ, ծառաված է հայոց հողը, ընկերներ, շատ։ Ես այդ որ ասեցիր, ես էլ այդ բան պրոբլեմ ունեմ, որ լողանալուց հետո որ ջուրը փակում եմ, որ պիտի դուրս գամ։ Մի հատ այդ բոլոր տղամարդիկ ունեն այդ բահը, ես թվում այդի։ Վերջում։ Կամ էլ ասենք եթե որպես բոնուս էլի արեցել քեզ։ Վերջին ակորդը։ Դե ինչ հարգելի ընկերներ, հուսամ լավ ժամանց եք ունեցել, 250-ամյակն էր Ամերիկայի, կատակ բան չի։ Այո, բարեկամ։ Բան, դերենիք ձեր պարագայում եղավ ինչ որ գերուխում բան։ Իհարկե։ Ամերիկայի կենացը, հիմնադիր հայրերի կենացը խմեցիք։ Խմեցինք։ Վերջացավ, շատ լավ։ Այստեղ Ամերիկայի դեսպանատունն էր մեծ միջոցառում էր կազմակերպել, բավական գեղեցիկ։ Միշտ անում են դա, այո։ Ամերիկայի դեսպանատան մոտից Արարատի տեսարանը ֆանտաստիկա է, մարդ, այնքան հետաքրքիր զգացողություն է։ Ինչ է զարմանում։ Չէ, բայց հետաքրքիր ասենք, իդեպ ասենք Ամերիկայի դեսպանատունը ամբողջությամբ կահավորված, կառուցված ամեն ինչը ամերիկյան ստանդարտներով է, երբեք չես մտածել այդ հայկական շենք է։ Հայաստանում երբ որտեվ այդ գույքը այդ ամերիկյան ստանդարտները, այդ exit sign-ը, դռները, բայց ի՞նչ է նշանակում հայկական շենքա, ինչով է հայկական։ Ուղղակի Հայաստանում է գտնվում։ Հա, բայց ես ասում ուրիշ դեսպանատներ հազար անգամ մտել եմ դուրս եմ եկել, բայց հայկական սարքած այս դա ամերիկյան ստանդարտով, Ամերիկայից բերած հումքով, ամերիկյան պատուհաններով եւ դռներով, կահույքով, անգամ կարպետը, այն որ մեքենաներով են վակուում անում, այդ որ շատ այն որ քայլում է չի մաշվում ու չի փոշոտվում, չգիտեմ այդ ոնց են անում։ Մեզ մոտ 3-4 առաջ օրը մի հատ էլի բանը պետական հիմնարկի, մինչև A-կետից B-կետ հասա, այնպես փոշի դուրս եկավ այդ խալից, խեղդվեցինք 10 անգամ փռշտացինք։ Իսկ այդտեղ իդեալական մակրություն ու Երևանյան լիճը, ամերիկյան դեսպանատան ու Արարատի տեսարան։
Դե իրենք պատահական չեն ընտրի տարածքը, Ռաֆայել, անպայման մի քանի պարամետրեր հաշվի են առնում։ Մանավանդ որ այս լեգիոնում ամենամեծն է այդ, ինքը բացի ինձ թվում է Հայաստանի հետ հարաբերություններից ուրիշ բաներով ազբաղում, դե տարածքային ինչ որ որտեվ շատ մեծ դեսպանատ։ Ու կողնել Չինաստանն է մեծ, շատ մեծ, մի քիչ են կողմ, էլի նույն ուղղությամբ, նույն ձևով, պատահական։ Ես հիշում եմ, որ ամերիկյան դեսպանատունը բանի Բաղրամյանի վրա էր, Բաղրամյան, հա։ Փոքրիկ շենք էր մի հատ։ Հա, հիմա դա American Aid-ն է նախքին որ փակեցին։ Այդ Ռաֆայել այդ բանի էլեկտրականության չեղած այդ սուր տարիներին այդ Բաղրամյանի ամերիկյան դեսպանատան հենց դիմացը դրսում հսկա մի հատ լույս էր վառվում, գիշեր ցերեկ։ Ոնց որ God bless America-նա, եղիցի լույսն է, էլի լրիվ։ Ամար God bless America ասեցիր, հիշեցի Ռաֆայել, այս ֆուտբոլին ա վերաբերում, հիմա մենք վստահ եմ ունենք ֆուտբոլասեր ռադիոլսողներ, աշխարհի առաջնությունն է շատ հետաքրքիր է անցնում, բան անակնկալներով լի, Բրազիլիան արդեն դուրս թռավ, Մեքսիկոն արդեն դուրս թռավ, որ պիտի համարվում էին, որ հա առաջ գնան, այսինքն անակնկալներով լի է։ Եվ մի հատ էլ էս վերջի անգամ շատ տհաճ անակնկալ եղավ, որի մասին ուզում եմ խոսել։ Ուրեմն, երբ որ ֆուտբոլիստները կարմիր քարտ են ստանում, խաղից դուրս են գալիս, դա նշանակում է նաև, որ հաջորդ խաղը չեն կարող խաղալ։ Եվ այս վերջի խաղում Միացյալ Նահանգների թիմը շատ, ասեմ, լավ է հանդես գալիս եւ այսօր հենց երկուշաբթի օրը շատ կարեւոր խաղ ունի։ Եվ դրանից առաջ մեր լավագույն ֆուտբոլիստներից մեկը Ամերիկայի թիմի կարմիր քարտ ստացավ։ Որ նկարները կա, ոտի խաղալված, այսինքն լրիվ կարմիր քարտ էր հասնում։ Դաշտից հանեցին եւ այսօր պիտի չխաղար։ Բայց Թրամփ լինես դու Թրամփ, պարոն Թրամփը վերցնում է հեռախոսը զանգում է FIFA-ի նախագահին, որ իր մտերիմ ընկերն է։ Եվ ասում այ մարդը ինչ կլինի այդ հարկ բան արեք, հետ վեկալեք այդ կարմիր քարտը, այս երեխեն որ այսօր կարողանա խաղա։ Եվ ինչ եք կարծում, FIFA-ն համաձայնվում է եւ 60 տարվա մեջ նման բան չէր եղել, որ FIFA-ն չեղարկել է իր կարմիր քարտը։ Այդ բան չի ներքին գործերի խառնվել, չի։ Բա ինչա, Ռաֆայել, բա ինչա, բացի դրանից։ Բայց ավտարիցետի հարցը էլի մի տեսակ հեղինավարք, ասեն ես այդ տղեն եմ, որ հեսա կզանգեմ FIFA-ին։ Ինչ ուզեմ կանեմ։ Այդ տրամաբանը։ Հա, բայց սպորտի ամբողջ բանը դրանումն է, որ պիտի չլինի այդ ամեն ինչը։ Ստեղ ենք մենք հանգստանում, այդ ինտրիգներից ու այդ բաներից, սպորտը ինչու է ժողովուրդը այդքան սիրում, որտեվ պարզ հստակ ու հարաբերական ազնիվ է ավելի։ Բա հիմա որ քաղաքականությունն է մտնում դրա արդեն ամեն ինչ չանում, ամեն ինչ չանում։ Ինչ ասեմ, հա, իրոք լավ չի, որովհետև սպորտի լավը հենց դա է, որ բոլորը իրենց արարքներով, ձեռքբերումներով եւ վաղը, որ հանկարծ Միացյալ Նահանգները հաջողություն ունեն, ցապտի, ասի ես էի որ հաղթեց, ես չլինի այդ բան, sense բաները։ Ես ասում եմ, ցանկացած սպորտաձևում նախ Հայաստանի երկրպագուն եմ, հետո Միացյալ Նահանգների եւ երրորդն ինչքան փոքր երկիր կա իրանց որ խաղում են, հա։ Հիմա ես այսօրվա խաղը անհամբեր սպասում էի։ Բայց դրանից հետո ես չգիտեմ, ուզում եմ որ Միացյալ Նահանգները հաղթի, թե չեմ ուզում արդեն, չգիտեմ։ Վերանայում եք ձեր մոտեցումները։ Այո, սիրտս չի բանանում, էլի, հա։ Ինչևէ լավ։ Ինչևէ լավ չի պարոն Ծառուկյանի գործերը հետ լավ չի։ Ես դասի քրքրում են։ Այսօր առավոտը 6-ից անաստվածները քունները չի տարել, ԱԱԾ-ով, ՄԱԱԾ-ով, քնչականով, մնչական։ Տեսել եք իր տունը որտեղ է։ Այո, լինում է մի սար, են սարում մի ծառ 70 հասցեներում, այ մարդ այդքան հասցեն։ Մի բան միաժամանակ իրար չկարողանան զանգել զգուշացնել եւ այլն։ Միաժամանակ առավոտ շուտ 70 հասցեներում պարոն Ծառուկյանի հետ փոխկապակցված բան քիչ առաջ իմացա որ ամբողջ օլիմպիական կոմիտեն կապարակ ընկել են որ արգրավել են համակարգիչները ինչ որ լուրջ բաներ է հեսա դուրս գալու ջրի երես տեսնենք ինչի մասին է խոսքը։ Բայց մի բան էլ ասեմ էլի գնալով էս մեր ԱԱԾ-ի տղաներին տենում ես քեֆդ գալիս է այմար թե համազգեստներն է արդեն համազգեստ թե իրենց բոյբուսատն է արդեն բան թե իրենց ոնց են պահում շատ արդեն պրոֆեսիոնալ ձևով ավելի վաղ տեղեկացրել էին որ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Ծառուկյանի տանը օլիմպիական կոմիտեի բազաներում
Multigroup կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում կազմակերպության տնօրենների բնակարաններում մեծամասշտաբ խուզարկություններ են։ Ավելի քան տնօրենների էլ բնակարաններում է, այդ արքիրա չէ։ 70-ից ավելի հասցեներում այս պահին միառժամանակյա խուզարկություններ են, ըստ տեղեկությունների վաղ առավոտյան ժամը 6-ից է եղել, եւ հիմա առանձնապես տեղեկատվություն չկա ինչ ոնց, բայց շուտով կիմանանք հարյուրավոր փաստաթղթեր եւ տասնյակ համակարգիչներ են արգրավել, որտեղ եւ ինֆորմացիա կլինի, տեսնենք ինչ է ասելու քննչականը։ Սերժ Սարգսյանի հետ կապված էլ այսօր որոշում է կայացվել, բռնագանձել են Սերժ Սարգսյանից 630 միլիոն դրամ ավանդների տոկոսադրույքներ, անշարժ գույքեր եւ մասնաբաժիններ։ Էլի հակակոռուպցիոն դատարանը բավարարել է գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ընդդեմ հայցերը, հակառակ ակտերը, հիմա ինչ կետերի մասին է խոսքը։ Երևանի կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող բնակարանի 38%-ը ոնց է կիսելու։ Ես այդ չեմ, բնակարանի 38%-ը ոնց է կիսում են, ինչ են անում։ Էլի մարդ կա հետը երևի գրանցված, քանի որ այն մարդունը օրինական է, իր մասը տանում են։ Ես տենց եմ ենթադրում։ Բնակարանը իմ ու քոնն է, հիմա ինչ որ մի խնդիր ա եղել։ Հասկացա, բայց հիմա ոնց են այդ բռնագանձելու, սղոցով չեն կտրելու տանեն այդ մի մասը։ Չէ, դե հանում են երևի վաճառքի կալանքով բանով, 30%-ը քեզ 70։ Հետո կենտրոն վարչական շրջանի էլի Տերյան փողոցում գտնվող ավտոկայանատեղին ամբողջությամբ ես չգիտեի որ փոքր կենտրոնում parking lot են առնում, հա, ավտոկայանատեղին, հա, կամ էլ ծանոթ ունեմ եկա, ասում այդ ավտոկայանատեղին առնում են տեղը, հետո շենք են սարքում։ Մի քանի տեղանոց ավտոկայանատեղի հողն են առնում, ձևակերպած ավտոկայանատեղի, հետո գործերը, հա, ինչևէ հետո էլի Երևան քաղաքի էլի Տերյան փողոցում գտնվող ավտոկայանատեղի 38%-ն է, այն համ բնակարանի 38%-ը, համ ավտոկայանատեղի։ Բանկերում ընդհանուր 202 միլիոն 998 հազար դրամի ավանդ, այդ ավանդներից կուտակված 74 միլիոն 716 հազար դրամ տոկոսադրույքներն էլ, ինչպես նաև մինչև վճռի փաստացի օրինական ուժի մեջ մտնելու կուտակված տոկոսադրույքները 352 միլիոն 438 հազար դրամ, այս համարյա $1 միլիոն մենակ էս։ Հիմա մեր ազնիվ եւ արդար նախկին ղեկավարները, որոնք ամեն մի գործ են կրում ես միլիոնավոր դոլարների հոտու համագալիս, արդար եւ ազնիվ, հա, մեր բոլորի ապագայի մասին մտահոգ, չէ՞, մեզ բարեկեցություն տված, ապրեք։ Շատ ապրեք։ Հիմա այս ամեն ինչը որ ջրը երես է դուրս գալիս, անկախ քեզնից սկսում ես մտածել, այ մարդ, այս մարդիկ մենակ այս ֆինանսական, այս օպերացիաներով ու բաներով ինչ արա, այնքան զբաղված կլինեն, որ այլ երկրի մասին մտածելու ժամանակ չի մնում։ Այս իմպայրներ ունեն, բան ֆինանսական, էլի, այդ հսկայական բաներ դրսում, ներսում, մենակ այդ կառավարելը իրենց համար արդեն full time job է։ Դե բացի այդ, եթե երկրորդ նախագահ Քոչարյանը ասում էր, որ այդ միլիոնները որտեղից ասում էր, ես միջազգային հաստատություններով այնպիսի պաշտոններ եմ զբաղեցրել նախագահից հետո որ կուտակել եմ, ինչու մինչև այդ չի եղել միլիոնատեր, հետո է դառը միլիոնատեր։ Պարոն Սերժ Սարգսյանի պարագայում որքանով բաց ինֆորմացիա կա հրապարակած, ինքը տենց ուրիշ դրսերը պաշտոններ չի զբաղեցրել, ուստի հարց է առաջանում, որտեղից մեր նախկին նախագահին միլիոնավոր դոլարներ։ Հա, դա շատ լավ, բայց ինչ Քոչարյանը աշխատել է ենթադրել։ Ինքը ասում է աշխատել է։ Ենթադրեք, բա այդ բաները չկա, որ ուրա բեր թղթերը ցույց տուր, տենանք ինչ է ստացել, ինչ է արել։ Դա պատկան մարմինները Այդ ինչ աշխատավարձ պետք է լինի Ռաֆայել, որ այդքան միլիոն։ Դե ասա միլիոն է ստանում, աշխատավարձս միլիոն է, ասում։ Հայաստանում չէ։ Հա, առավել եւս, բերեց ստապ չեքերը իմանանք ինչ է ստացել, ոնց է ստացել։ Իրոք։ Ասելով չի։ Ժամանեց Փաշինյանը Եկատերինբուրգ, այսօր աղու հացով դիմավորեցին պարոն Փաշինյանին։ Բայց ոչ Պուտինին, հա։ Գիտեք ինչներ, ես կարծում եի սահմանադրական դատարանի որոշումից հետո
Պուտինը արդեն կասի դե ինչ շնորհավոր եմ որտեղ արդեն չշնորհավորում Չի ընդունի ասում այս Եվ այո ես պետք է ասեի այս մարդը եւ չկարծեք որ քանի դեռ այս ռեժիմը կա Ռուսաստանում Հայաստանին կասեն դե լավ չստացվեց թող գնա մինչեւ վերջ պայքարելու են մինչեւ վերջ սա չի վերջացել դեռ նոր է սկսում ձևն է փոխվելու պայքարի ել եմ ասում քանի այդ ռեժիմը այնտեղ կա դեռ մենք ազատագրված չենք լիովին բայց շատ լավ է վիճակը որ դա եմ եթե այսպես շարունակվեց չէ տես ինչ տուրիստական կենտրոն է դառնալու հա ոչ թե արձան դնելով աշխարհի ամենամեծ այլ տեսեք այդ բլոգերները ռուս բրացի այմար հիացածը ժողովրդով վերաբերմունքով բարությամբ մարդկանց ուտելիքի որակով բնությունով բանով ոնց եկեք համեցեք Միշուստինի հետ հանդիպում եղավ եւ Միշուստինը այնտեղ էլի բարերի մեջ ասեց որ հույս ունենք որ ռուսական բիզնեսի համար հավասար եւ արդար պայմաններ կստեղծեք տողատակերում էլի նկատի ունենալով որոշակի անձանց եւ պարոնների ռուսական շահերի սպասարկմամբ ընտրություններից հետո սա լավ առիթ է ինչպես ասում են ժամացույցի սլակները ստուգելու համար ասում է վարչապետը ինչպես ընտրություններից առաջ այդպես էլ ընտրություններից հետո մենք տրամադրված ենք Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների զարգացման հետագա խորացմամբ եւ անշուշտ մենք շահագրգռված ենք Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությամբ ասում է Փաշինյանը եւ ասում որ շահագրգռված ենք որպիսի այդ մեխանիզմները որոնք նախատեսված են տնտեսական միության մասին պայմանագրով գործեն պլանային ռեժիմով նկատի ունի այդ որ փակել եք Այս չենք տանում, այն չենք բերում, դա պլանային ռեժիմով չի աշխատում։ Եվ շարունակում, ես կարծում եմ, որ դա բխում է տնտեսական միության հետագա զարգացման շահերից, իհարկե, ինչպես արդեն ասացի, մենք կառուցողական ենք տրամադրված եւ հույս ունեմ բոլոր հարցերը կքննարկենք եւ կգտնենք լուծումներ։ Այստեղ մի փաստ էլ կա, որ Ռուսաստանը առաջին երկիրն է, ուր Փաշինյանը մեկնել է աշխատանքային այցով խորհրդարանական ընտրություններից հետո, որպես նոր վարչապետ Առաջի այցը կատարել է Ռուսաստան։ Միշուսինը դրա մասին ընդգծեց առանձնակի, ասելով որ սա ձեր առաջին այցն է եւ դա խորհրդանշական է, բայց սա նախապես էր տես պլանավորված թե որ չէր ընդունվում, չէին խոսում բան, այս առիթ եղավ գնալու ոնց որ որովհետեւ որևէ շփում մեծ հաշվով չկար։ Կամ չէին ասում, չգիտեմ, կլիներ շփումներ, վստահ եմ, որովհետև ես վստահ եմ, որ Փաշինյանը իսկապես ուզում էր գնալ, հանդիպել եւ այլն եւ այլն։ Ոչինչ, այսօր չստացվեց, Պուտինյան չստացվեց, Միշուստինյան ստացվեց։ Սրանով մենք բարի դրացիական քայլ ենք անում, ասելով, տեսեք ինչքան հարգանք ունենք ձեր նկատմամբ, որ առաջին այցելում ենք Ռուսաստան, կարևոր է եւ այլն եւ այլն։ Հա, ընտիր հարաբերություններ։ Դինքը նեղացածա, թող տես նեղացած մնա, ինչ անենք մենք։ Դե նեղացվածության հետևանքները են ուղղակի բավականին էական։ Դե հիմա ինչ անենք։ Էական հետևանքներ։ Դե ծանոթներից մեկը ասում է, նախ մրգերը Հայաստան կտրուկ թանկացավ։ Մի պահ շատ էժաներ այդ մանավանդ այդ առաջին օրերը որ չէին տանում, հիմա թանկացավ մի բան է ավել, ինչն է պատճառը, էլի, ասում եմ կարող է դեֆիցիտ են արհեստական ստեղծում, ասում է, չէ, գալիս են ղազախները մեծ քանակությամբ ստեղ տանում են, անունը դնում են ադրբեջանական ու մեր մրգերը ադրբեջանական տակով մցնում են Ռուսաստան, մեջը միջնորդ որպես փող են աշխատում։ Շատ մոտիկ մարդ է ասում ինձ։ Այսինքն էլի Հա ինչ վատ է որ Համա մեր փողը թոտանը ուզում են թոտանը, ինչ ուզում են թանեն։ Մեր Արոնը ինչ ուզում են թող դնեն, հիմա հա կարևորը մեր մոտից արդում են, մերն են արդում, ուղղակի հա նես չի որ ուղղակի բրենդային հարց կա։ Էլ պիտակներ են փոխում, ինչ ասես։ Այդ նույն պատմությունն անցոր Չինաստանից մեծ քանակությամբ ստեղ ապրանքներ են բերում, ստեղ տպում են վրա Made in Armenia, վերջացավ հայկական հումքի տակ մի քանի անգամ թանկ վաճառում են այս RF3 առանձնահատկություններից է էլի որ առնեմ ծախեմ։ Այդ մի մասն է, բոլորը տենց չի գնում, բան էլ է գնում, չէ, Եվրոպայել է դուրս գալի ահագին բան։ Հա, Ինչ թվում է այդ դրանից է որ գինը բարձրացվել է։ Դե չգիտեմ, եվրոպական առումով ճիշտ է շատ գնում է, չեմ թերագնահատում եւ շնորհակալություն բոլորին, բայց անհամադրելի է, էլի ծավալները քանակի առումով թե ինչքան է քանակը եղել եւ ինչքան է հիմա, դա։ Տխուր դեպք է տեղի ունեցել Դավիթաշեն համայնքում ընկերներ պարկինգի համար, պարկինգի կայանատեղի համար 50 անց մարդը, ով որ պարկինգ անողը չի,
25-ամյա BMW Մակդիշի մեքենայի վարորդի գլխինահարված է քարով։ Այս խեղճս մահամերձ հիվանդանոցում է։ Իհարկե ես չգիտեմ, գուցե այդ 25 տարեկան էլ է իրան վատ պահեբան, ինչ որ այս է, բայց քարով 50 անց մարդ, այսինքն ծնող է գալի իրան էլի տարիքով։ Այդ ինչ պարկինգ էր, այդ ինչ էր, որ քարով վերցնես 10, հիմա ինչ, այն հանկարծ Աստված ոչ անի, մի բան դրան պատահի։ Գնաս կորես, բանտում, ասեն ինչ ես արել, բա մի հատ ջահելի գլխին քարով տվեցի պարկինգի համար։ Էս ուր ենք հասել ժողովուրդ։ Հա, դրա համար հանդուրժողականություն եւ հանդուրժողականություն, ինչ ասեմ։ Ցավալի բաներից որ խոսեցինք, այսօր վաստակաշատ դերասան է մահացել, շատ վաղաժամ, ուրեմն վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանն է մահացել 65 տարեկան հասակում, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունից տեղեկություններ կեսագրականն է հրապարակված մի շարք սերիալներում, թատրոններում, տարբեր ֆիլմերում, գեղարվեստական եւ ոչ միայն նկարահանվել է, սրտի կանգ ընկեր գրանցվել մոտը շատ այսպես հանկարծակի, ցավալի է սա։ Վերցրին մանդատները, հա, վերցրին։ Կասկածող լիներ։ Բայց ասում ես էլի մեր ժողովրդի հիմա ոչ մի քաղաքական քայլ չարած, ոչ մի process-ներում չներգրաված, ընտրություններից 4-5 ամիս առաջ ծնված, մեկ էլ գա ու դառնա գլխավոր ուժը 20 քանի մանդատ վերցնի։ Այս ժողովրդի, բայց հարց եմ տալի ձեզ ընտրողներ, էլի ազատ երկրում ենք ապրում, ընտրել եք ձեր իրավունքն է։ Բայց այսքան ճանապարհ անցած կուսակցություններին թողնես դուրս ու այս քայլով գնաց, ես չեմ հասկանում։ Քոչարյանին հասկանում եմ, որ ստացել է, մտել են այդ իրանց, բայց այս պարագայում, որ աչուձախ այսքան լսումները, այսքան բերել է ավտոբուսներով, մենք էինք տեսնում ինչա կատարվում։ Տես հիմա նայ նույն հարցին, ինչքան տարբեր ենք նայում, ես էլ գիտես որ կողմից եմ նայում, ես էլ սրտումս մեծ ուրախություն կա, որ այսքան գիտակցություն ունեցավ ժողովուրդը, որ սրանից ված չեղավ Ռաֆայել, կարող էր դա այդ ուրիշ այդ ասա բաժակը կեսով լիքնա, թե դատարկ էս պատմությունն է։ Եվ սա արդեն հիմա հաջորդ անգամվա համար շատ լավ հող կպատրաստի։ Իրենք էլ իմանան ոնց պայքարեն նման բաների դեմ, ժողովուրդն էլ արդեն հասկացավ։ Այս մի քանի տարում մանավանդ Եվրոպայի եւ Եվրոմիության հետ հարաբերությունները լավանալուց հետո կյանքն էլ փոխվելու, մարդիկ պիտի հասկանան, որ այո, կարելի է այսպես ապրել, ել չեն վախենալու թուրքից, ամենակարևորը, որ մեզ ռուսը դարերով է վախեցրել, ես չլինեմ թուրքը ձեզ կուտի։ Մեկ էլ հասկանում եք, որ սահմանները բացվի Թուրքիայի հետ, որ պայմանագիրը խաղաղության կնքվի, տեսեք ոնց է փոխվելու ամեն ինչ։ Այստեղ անպայման զուտ պատմության արդարության համար պիտի ասեմ, թուրքը ձեզ կուտի թեորեմը աշխատում էր 1800-ականներին եւ 1900-ականների սկզբին։ Այսինքն նշի որ դա չի եղել, իրոք մենք գնացել խնդրել ենք ռուսին, որ մեզ փրկի, բայց երբ որ այդ 300 դար կամ 2.5 դար, լավ ասենք ասենք, 250 տարի նույն ձևաչափով ու չի փոփոխվում, այ դրան իհարկե համաձայն եմ որ պետք է վերջ տրվի, որտեղ այս դարում ազատ առևտուր, բաց սահմաններ եւ ոչ թե էսենս, որտեղ մենք քաղաքական կամք, քաղաքական արտաքին քաղաքականություն չունեինք, որ մտածեին այ մարդ, միգուցե մենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները լավացնենք, այս Ռուսաստանի այս բանից կպրծնենք այս ղյամատից, էլի։ Հիմա նոր այդ գաղափարը հասունանում եւ կարեւորը գիտեք ինչ է, նախ որ ժողովրդի մոտ էլ դա հասունանա, որ հավատա որ իսկապես մեզ այս կողմից վտանգ չի սպառնում, ամենամեծ վտանգը մեզ հյուսիսից է սպառնում, այդքանը պիտի հասկանանք։ Կարծում եք ժողովրդի հասունություններ, թե քաղաքական լիդերների համարձակություն։ Առաջինն է քաղաքական լիդերների, որի հետևից ստանում է ժողովրդի գիտակցությունը, հակառակ չի գնա, հա։ Եթե լիդերը չեղավ գաղափարային, մնացածը որ ինչ է աշխատելու։ Եվ ժողովուրդը հավատաց, ամենակարևորը դա է։ Հավատաց, թե Փաշինյանին, թե Եվրոմիությանը հավատաց այդ խոստումներին, որտեղ ինչքան այմար դրանք կասեն վաղը կգնան։ Դրա համար այս մի քանի տարի շատ կարևոր է։ Եվ սա հարևանների համար էլ է կարևոր, եթե տեսնեն որ իսկապես Եվրոմիությունը օգնեց եւ Հայաստանը ոտքի կանգնեց, ուրեմն մենք էլ կարող ենք սա անել հասարակ տրամաբանություն։ Բայց այդ համարձակությունը
Դրա համար է մազերը փոկում, Հայաստան այդքան էական է դառնում իր համար։ Բայց այդ համարձակությունը կառավարության համար ինչեր արժեցավ, չէ՞, ինչեր ու այս ընդդիմության դրոշակը թուրքահպատակ ամեն քայլի որ դա են ասում, հենց այդտեղից է գալի, այսինքն այդ համարձակությունը բանը դա դիտարկվում է որպես թուրքահպատակություն, այնինչ ամբողջ մեր պատմության վերջին 2.5 տարի մեխը հենց այդ է, ոչ թե թուրքահպատակ, այլ հակառակը թշնամուտ հետ հնարավորինս երկխոսության մեջ պիտի լինես, ոչ թե դու քո եղած չեղածով հայտնվես իր երախում եւ ուրիշ ուժին բերես ասես նենց արա որ համբ չանի, ինձ չկուլ տա։ Այս էր մեր 2.5 դարվա պատվոր, ոչ ոք չի համարձակվել դրա մասին խոսա, ոչ ոք։ Դրա համար որտեղ հա երբ որ քաղաքական քայլերը հիմնվում են էմոցիաների վրա, դա արդեն պարտություն է։ Չի կարող քաղաքական հայացքը, քաղաքական փիլիսոփայությունը ընդհանուր մեծ հիմնված լինել զգացմունքի վրա, էս ինչ թվի, սենց է հիմա ես ձեր սենց է, մանկական բան է դա, հավատացեք ինձ էլի։ Էլի պահեք, էլի հիշեք, բայց դա չպիտի ազդի քո արտաքին քաղաքականության վրա, հասկացեք, այդ ժամանակները անցել են արդեն։ Դա նույնն է, ոնց որ հիմա որոշ մասը հասկանում է արդեն եւ ես դրա համար շատ ուրախ եմ։ Դա նույնն է, ոնց որ ասենք Հնդկաստանում, Պակիստան հարաբերություններին Անգլիան լինի երաշխավորը անվտանգության, անկախության, ինչ որ տենց մի բան, որ կայսրական, հա, իրանց այդ իմպերիալիզմի արդյունքում այդ կոնֆլիկտը ծնվել, Պակիստան, Հնդկաստան, ու ոչ թե ման, այլ ամբողջ Անգլիան վերահսկի եւ Հնդկաստանի ամբողջ տնտեսությունն էլ Անգլիայի հետ կապված լինի ու Անգլիան ասի, «Էս չեմ առնի, թե այդ չեմ առնի, մյուսը»։ Հակառակը նորմալ հարաբերություններ, առևտուր, տնտեսություն եւ այսպես շարունակ։ Ողջույններ ունենք, ողջույններ Վեննայսից, Արաքսի Գրիգորյանն է մեզ ողջունում։ Բարև ձեզ հարգելի Արաքսի, բարի օր Վեննայսի մեր հարգելի հայրենակիցներին։ Իսպանիայից ունենք բարևներ, ջերմ բարևներ, ողջույններ Իսպանիայի մեր հայությանը։ Սան Դիեգոից Խորեն Պոտիկյանն ասում է բարևներ, ողջույն հարգելի Խորեն, Սան Դիեգոյում ինչ եղանակ է։ Նորիկ Օքսաննա օկտատերերը ողջույն Համբուրգից հարգելիներս, բարի օր Համբուրգ։ Հասմիկ Արաբանյանցն է մեզ ողջույններ եւ սրտիկներ ուղարկում։ Բարև ձեզ Տիկին Հասմիկ, ուրախ ենք որ միացել եք մեզ։ Էլ որտեղից ունենք Իսլանդ, oh my god, Սուրեն Դավթյանը Իսլանդիայից, good morning, Սուրեն Դավթ։ Իսլանդիա, Ռեյքյավիկում եք հարգելի Սուրեն Դավիթ Իսմայելյան։ Ոնց եք, ինչ եք անում էդ։ Պոլիսի դիլած ծուրդ ձեզ մոտ չեմ պատկերացնում, ծուրդ չլինի էլի։ Իսլանդ, հա, Վիտիեր քաղաքից Զաքար Գասպարյանը, Գեղարքունիքի մարզից Հասմիկ Շահինյանը ողջույններ է ուղարկում, Քանաքերից Ռիտա Գրիգորյանը, իդեպ այս վերջերս Ռիտա Գրիգորյանը մեկնաբանություններ գրել կոմենտներում Քանաքերից տևական ժամանակ առաջ ես եւ դուք կարծեմ Աբովյանից էինք խոսում, ասես կյանքում չեմ մոռանա նկարագիրը Վիկիպեդիայում որ գրեցին Քանաքեր, նկարագրի մեջ գրած էր Քանաքեր կամ մեկ եկեղեցի եւ երկու ծառ։ Հիշում եք այդ նկարագիրը։ Պիտի հակառակներ, չէ՞, դի մի ծառ երկու եկեղեցի։ Ո՞նց կարա Վիկիպեդիայում գրած էր համառոտ նկարագիր կա մեկ եկեղեցի եւ երկու ծառ։ Ես ձեզ մի բան ասեմ։ Ես մինչև վերջ ոչ Աստծուն եմ հավատում, ոչ ChatGPT-ին, ոչ Google-ին, ոչ մեկին մինչև ես հասկացա, չի կարելի մինչև վերջ հավատալ։ Այն օրը ChatGPT-ին ինձ հիմար մի բան արեց, որ գիտեք, ես մի տառասխալ էի արել, հետո նկատեցի։ Բայց ինքը նենց էր գրում այդ մասին, որ առանց բան անելու, մի խոսքով մի քիչ երկար չեմ ուզում բան անեմ այդ մասին։ Այսինքն չասես դերենի դու սխալ ես, ինքը սկսեց սխալը ամրացնել։ Ճիշտ եմ ասում։ Հա, ես էլ ուզում եի արդեն եթեր տալ TV-ի համարել, հետո վերջի րոպեին ասի մի հատ էլ Google արա։ Այդտեղ տեսա որ ես մի տառ բան եմ արել, հապավում էր էլի, մի տառը սխալ էի գրել։ Ու լրիվ sense բաներ անում, հա, բան։ Չէ, ChatGPT-ն վտանգավոր բան է, մանավանդ եթե մեդիայի մեջ օգտագործվի, հա ինքը վտանգավոր բան է, ինչ խոսք։ Էս Ռաֆայել էս բանի Պարոն Կարապետյանի Նարեկի բանը լսեցիր ուղերձը։ Ես միմիկաներն է իրա նայում ու չէ, հիմա sense բաներ ունի։ Հիմա մենք դիգնանք, չէ, արդեն բանի են գնում։ Կարո՞ղ դա ասեք ու գնանք ով ասի։ Չէ, ես ուզում եմ հարց տանք, հետո գանք խոսենք այդ մասին։ Ուրեմն ինքը բացմանը էսպես է խոսում, պարոն Նարեկ Կարապետյանը, գիտեք, դե Կուչուր Տաշիրը։ Հայ մենք եկել ենք ասելու, որ հայ ժողովուրդը հերթական ժողովուրդ չէ։
մտածեք էլի հերթական ժողովուրդ ինչ է նշանակում եւ ինչու հայերը հերթական իրանց ժողովուրդ ամբողջ խնդիրը կայանում է հենց դրանում, որ իրանք իրանց քաղաքականությունը իրանք կրկնում են Քոչարյանի, Սերժի եւ մնացածի սխալները։ Իրանք իրանց քաղաքականությունը կառուցում են Փաշինյանի ենթադրյալ դավաճանության ֆոնի վրա, այլ ինչ իրանք նոր բան պիտի առաջարկեն։ Տղեկ միլիարդատեր իմ հայրենակիցներ, չէ՞ հայրենակի չէ, ուժի երկրից է։ Հարգելի բարեկամներ, միլիարդներ, այ մարդ մի քանի հոգու կանչեք, մի հատ խորհուրդ տա, մի հատ հասկացեք քաղաքականությունը ոնց կառուցեք Ռաֆայել, ես դա էլ հասկացա։ Ապա Իրանք բերում են, փողել ունեն։ Դե Ամստերդամը էլի բերած է։ Պասի։ Էդի հաշիվը։ Ի վիճակի չեն։ Խորհրդատուով չի, կարծում ես Թրամփը պակաս խորհրդատուներ ունի, Ամերիկայում մասնագետ չկա, վե արածները նայ։ Չեն լսում նրան։ Այնքան մեծամիտ են։ Մանավանդ այդ խելքով երբ որ դառնում են մեծահարուստ, իրանց թվում է վերջ, իրանցից ավել ոչ մեկը ոչինչ չի հասկանում, չգիտի ու չի կարող իմանալ։ Հասկանում եք։ Աչքերը իրանց շաղվում է, տրամաբանությունը խեղվում է։ Հոգեկան հիվանդի մոտենողցում իվան է, այդ տեսակ մարդիկ։ Ոնց Իսնի բան սովորացնի արա, ինչ-որ շվեդ մի հատ պետք է սովորի, Ամստերդամ չես։ Ես ոնց էս վիճակն անդեղ։ Այդ կապը որ ես շինել եմ ինձ ով է խորհուրդ տվել, հիմա եկել եք այսօր ուզում եք ինչ, էս մակարդակն է դրանց գլխում։ Չի օգնեն անց։ Մտածեք այս ուղղությամբ գնանք մեր հարգելի գործընկերներին։ Ասենք շնորհակալություն մեր գործընկերներին, վերադառնանք եւ հասկանանք ինչ ասել է հերթական ժողովուրդ։ Take your business to the next level. Call 747-477-3444. ARM Music Radio. Եվ մենք եկանք շարունակելու մեր զրույցը, եւս մեկ անգամ ողջույն հարգելի բարեկամներ, դեռ 10 րոպե ունենք եթերային ժամանակից, ինչ ասեմ, մտորեցիք արդյոք Դերենիկի ասած հերթական ժողովուրդ գաղափարախոսության շուրջ թե ոչ, ինչ ասել է դա հերթական ժողովուրդ։ Ես դրա մեջ ոչ մի լավ բան չեմ տեսնում, բայց անկախ նրանից թե ինքը իր մտքում ինչ ունի, բայց պոպուլիզմը սովորական բեսիկ պոպուլիզմը։ Հիշիր դու բան ես, հերթականը չես։ Գիտեք ինչ ախր մանկական, լրիվ մանկական տրամաբանություն է։ Պետք է մտածենք դրա այդ տեսակ բաներ խոսելը կամ այդ տեսակ առավել եւս մտածելը, որ մենք հատուկ դրված ազգ ենք սովորական հերթական նախ ինչ անշա հերթական ազգը որն այսինքն բոլորը հերթական են մենք անհերթական ենք հա կամ ով է հերթական ով հերթական չի ոնց է բանը բնորոշում հերթական ժողովրդի մասին շատ մանկամիտ է հա եւ սա միայն վատ տեղ կտանի ենթադրենք մի րոպե իրեն կարողացան մեզ բոլորից համոզել որ մենք իսկապես հերթական ժողովուրդ չենք ամենալավ ժողովուրդն ենք կկործանվենք մենք Եթե ազգովի դրան հավատանք։ Նախ պիտի հասկանանք բովանդակությունը, հետո նոր հասկանանք այդ նեգատիվա թե պոզիտիվա։ Կարող է հերթական ժողովուրդը լավ բան է։ Այսինքն մենք չգիտենք այդ ինչը։ Հերթականը ո՞րն է։ Հերթական, այսինքն հերթական Ես ասպես հասկացա, սովորական ժողովուրդ չենք մենք ուզում ասել, էլի։ Մենք հատուկ ենք, էսա ուզում ասել։ Դա ուրիշ ընդեղ բան չկա։ Բայց այտենց հիմար ձևով է այդ։ Իմ կարծիքով բայց ասածների մեջ ճշմարտություն կա, որովհետև եթե հերթական ժողովուրդ չլինեինք, այդ մտային ունակությունների մարդիկ չէին կարող դառնալ միլիարդատեր եւ այդ հակումներով եւ այդ մտքերով մարդիկ չէին կարող։ Միլիարդատեր ամենտեղ էլ դառնում են, Ռաֆայել, ամենտեղ դառնում են։ Այս պարոն Թրամփը շատ լավ դրա օրինակն եղավ, շատ լավ ամեն հարց նարցիսիզմից սկսած, դեմոց կարելի է թալանել մարդկանց, խաբել ու փողերը բանանել, ու դրներ երկրի ղեկավար։ Ժառանգությունով էր նաև իր ինքը ոչինչից չի ստեղծել այդ ամենը իր հերը 400 միլիոնով է ինքը մտել բիզնես։ Բայց այդքան տվեց հերը, բայց ինչքան հետո մնաց իրան, այսինքն կարևորը Գիտես քանի անգամ bankruptcy արեց։ Կազինոն, որ կազինոն bankrupt չի գնում բարեկամներ։ Չգիտեմ ոնց արեց որ bankruptcy հայտարարեց իր բանում կազինոներ մի հարց ունեմ ես երբեք չեմ եղել իր կազինոյում այսպես ասած ճիշտ է որ Թրամփի կազինոյում Վեգասի կազինո չկա շենք կա բայց բան չկա ապարատներ չկան դրած եթե մեկը եղել է Վեգասի Trump Tower կա չէ ոնց որ Վեգասում Trump Tower ես չգիտեմ տենց բան։ Հարգելի ռադիոլսողներ, եթե գիտեք, խնդրում արձագանքեք, ես որ Յուտա հաճախ գնում եմ, Վեգասի մեջով անցնում Յուտայի Trump կա downtown-ի մոտ այն աշտարակի պես մի հատ սֆերա է կոչվում, թե ատմոսֆերա կոչում են, մեծ sense բարձրագույն վերևը ռեստորան է, դրա կողքն է։
Եթե կան մարդիկ, ովքեր գիտեն, այցելել են, խնդրում եմ իմանալով միակ այդ հյուրանոցն է մեծ, որ չկա խաղային ապարատներ։ Եթե ոմանք տեղյակ են, Նայերան ասում է այո, չկա։ Այդպես հնարավոր է, այո, որ չլինի, որտեվ եթե նախագահի բանը կազինո լինի, չեմ պատկերացնում։ Արման Հովհաննիսյանն էլ գրեց, այո, կա միայն շենքը։ Ոչ մի բանի չեմ զարմանա։ Հետարքիր է, էլի, որ Վեգասում հյուրանոց ու առանց բանի բանկրոպտին դրա հետ կապ ունի, կարող արգելել են ինչ-որ, թե լայսենսինգ։ Իր կազինոն բանում էր, իսկ կոստում էր Վեգասում չէր։ Բան, Atlantic City-ում։ Ես եղել եմ այնտեղ տարիներ առաջ, այո, Atlantic City-ում։ Այդ որն է մարզում, այդ կազինոն։ Նյու Յորքում է, եթե չեմ սխալվում։ Դա։ Նյու Յորք նահանգում է։ Փաստորեն էլի կա տենց Վեգասի պես բան։ Այո, հենց Վեգասի պես ինքը ավելի փոքր, մի քանի կազինոներ են, բայց ի տարբերություն Վեգասի, որ գնաց այ մարդ, այդ ինչ հիասթափություն էր։ Ուրեմն պատկերացրեք մի հատ, Վեգասի պես փայլուն, շքեղ, այդ կազինոյի ամեն ինչով ոնց չես տարբերի, բայց դուրսը հոմլեսներ են պարկած, փողոցները կեղտոտ, բան, մի տեսակ Վեգասում էլ այլի տենց, իշխան հոմլեսու բան կա։ Վեգասում չէ, դե հələ գոնե կենտրոնում տենց բան չես տեսնի, էլի։ Շատ խլպալում է, փոշի չկա, բայց շատ խենթեր կան, խենթեր, չէ, այդ անավանդ երեկոյան ժամերին խենթ։ Մի բան, ուրեմն 15 թվին մի հատ դեպք պատմեմ, լա այդ խենթերը ասեցինք նոր Յուտայից համասանը ավարտել եմ ընկերներս բան ասցին արի գնանք Վեգաս լավ ժամանցի ինչ որ ակումբ էին եկել Դրեյզ ակումբը էլի sense բան ես ու ակումբը ու ես այնքան հերո եմ ժողովուրդ այդտեղ կշղկա այդ երաժշտություն լույսեր գժրանոց եւ այլն բայց դե որ ավարտական էր ասցի լավ թող գնանք դերենի 20 րոպե հազիվ ձգելուց հետո ասի տղեկ կներեք բան ես դուրս եմ գալի չգիտեմ ոնց դուրս եկա տենց երևի 1:30-2 գիշերա ու հասկացա որ sense դուրս եմ եկել այդ բանից ու դիմացից երևի մի 30-40 հոգի sense խմիչքով բանով ուռած ծակված ինչ որ sense շատ կասկածելի արտակինով ու հետևի մուտքի մոտ եմ այսինքն փողոցի բան չի sense բետոնապատ մի հատ sense փոքր տարածքա ու իրանք մի հատ ահավոր բան հա այն որ sense հիմա ոչ գիտես հետ գաս իրանք sense նայում են քեզ ոչ գիտես հետ գաս ոչ գիտես բան երևի պաշտպանիչ ռեակցիա էր ինչ մի անգամից աչ եմ առանց մարգատի աչ եմ անում դուրս եմ գալի աստիճաններով դուրս եկա այն վինի ծառերի մեջ եմ բան sense թփերի մեջով վազելով բանով դուրս եմ եկե որովհետև բան էր շատ տարօրինակ եւ ինչ որտեղ նաեւ վախենալու վիճակ էր ոտով բանով գնացի Հոլիվուդ էինք, Planet Hollywood էինք մնում, գնացի սենյակս հանգիստ պարկեցի, այդ ահա որ բանա ես էլ բացարձակ չեմ սիրում այդ։ Բացի այդ ներսում այդ աղմուկը, այդ լույսերի բաները, այդ ամեն ինչը հակամարտկային մի տեսակ բան կա, էլի, չի խենթանալ կարելի աման։ Դե որտեվ իրանք մեծ մաս այդ քլաբ գնացողները հալյուցինատիվ դրագներ են անում։ Դրա համար իրենք բաների մեջ են էլ այդ լույսերը ամեն ինչը իրանց տանում է ես իմ ուրա տանում չգիտեմ ինչ անում բանա նորմալ մարդու տեղ չի շամպանսկիներ բաները տեղ պարուհիներ կային մեր կա պարուհի չէին բայց պարուհիներ էին բան դրանք այդ ցպնում են այդ խմիչքները ամեն շիշը քանի $100 է աստվածի մետ ինչ էր այդ ինչ հա մի խոսք շիրեք բան տեղ չէր մի խոսքով Դե ես էլ մի հատ ընկեր ունեի որ մեռած մարդկանց առնով ինչ որ ինշուրանս էր սարքում բաներ էր անում բան համար մի 2 տարում դարձավ միլիոնատեր հաստատ օրինական բան է պատմում եք հիմա բանտում է ասում հա օքեյ լավ այ քեզ կտրուկ էր այ քեզ որ շատ երկար բան չանեմ ուրեմն մի օր տենց ոնց որ դու ես ասում հրավիրեց ես խոսում եմ երևի մի 15 տարի առաջ եթե ոչ ավել Լոս Անջելեսում էր downtown-ում էր ինչ-որ տենց կլաբ էր ու բաներ վերցրել այդ առանձին տեղավերցում էդի вообще թանկ է էլի այդ սեղանու բաներ էս կողմում հա օղին ինչ կամես ասեցի օղի $200 էր մի շիշ օղին չեմ էլ հիշում ինչ էր հա ու տեն շամպանսկիներ հետո աղջիկներ են գալիս հրավիրում են նստում են ահավոր մի բան ահավոր դե այդ աղջիկները ահավորը գիտես այդ աղջիկների ահա ոչ թե մեր ռադիոլսողները չնայած շատ լավ է տեղյակ են ոչ թե աղջիկների գործոնն է ահավոր այլ այն գիտակցումը թե այդ աղջիկները քանի գրկից հետո են եկել այդ գիտակցությունն է ահավոր թե չեմ ասած ամեն օքեյ այն որ բմբուլներով գալիս են նկարվում են էլի չէ այդ մենակ այդ բմբուլներն ու փետուրները եթե դու գիտես որ այդ ցանկացած կին քեզ մոտեցել է
միայն փողի համար։ Ոնց կարող ես դու այդ կնոջ շփումից հաճույք ստանալ։ Մեկը թող ինձ բացատրի էլի։ Ոնց շատերը կասեք, դե ինչ կա որ, ոչինչ, ես բան չունեմ ասելու, բայց ոնց կարելի է հաճույք ստանալ մի փաստից, որ դու գիտես շատ հավանաբար ինքը քեզնից զզվում է, դու ան էջ պետք չես, բայց որտեղ փող ես տալիս ինքը գալ կողքը ծիծաղում ինչ-որ շփում ու դու ուրախանում ես դրանից։ Հնարավոր չի դա, ես չեմ կարող պատկերացնել։ Բարեկամներ, լուրջ լուրեր եկան, շատ լուրջ։ Ծառուկյանին ձերբակալեցին տան։ Նա բա։ Դա Գագիկ Ծառուկյան առանձնատան խոզարկությունը ավարտվել է, Ծառուկյանը ձերբակալված է, տեղափոխել են քննչական կոմիտե։ Այլ ախր շատ ինքնավստահ պահեց իրան, շատ բան, լոփո խոսած ես վերջերս արդեն։ Ասում է, օծի սատկել է որ գալիս է, գալիս պարկում է ճանապարհի մեջտեղը, այդ է։ Դա ինչ ասենք ընկերներ, սպասենք իրադարձությունների զարգացմանը, եթե նոր ինչ-որ բաներ հրապարակվի անպայման արտակարգ ռեժիմով ուղիղ եթերով ձեզ կփոխանցենք։ Եվ մի մոռացեք, ինքը մի անգամ դատվել է եւ բանտում ժամանակ անցկացրել, չգիտեմ քանի տարի ռուս կանանց բռնաբարելու եւ թալանելու համար։ Թալանել են, բռնաբարել են ընկերներով, ռեստորանից տարել են իրանց գյուղ։ Բայց այդ պատմությունը վերջը ճիշտ է, ինչ ասեցին, չգիտեմ ինչքանով է դա։ Բան գնաց, Ռաֆայել դրա համար։ Ինքը բատարան մեղավոր է ճանա, թիվը չեմ կարող ասել։ Բանը կենսագրությունը նայի։ Հարցնենք մի հատ GPT-ին։ Իհարկե հարցերու։ Մի հատ հարցնենք, որ հանկարծ ապատեղեկատու չասեն բան ենք ասում եթերում, մի րոպե։ Իրոք այդպես է։ Ինչ կամ ինչի համար է գրեմ, ինչի համար է մինչև դու դա գտնես ես ուրեմն բակալվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մարդատար մեքենաների քանակի աճի հետևանքով առաջացած կրծանումները պահանջում են նոր կառավարման մեխանիզմներ եւ կանոնակարգեր։ Պարոն Ավինյան, ինչքան պետք է ժամանակ որ դա հասկանայինք։ Մեզ եթե լսեիք, մենք մի քանի տարի առաջ այդ մասի խոսում ենք գրեթե ամեն օր։ Հիմա նոր եք բան արել, որ ինչ է դարքիրը, խնդրումներ պահանջում են նոր կառավարման եւ մեխանիզմներ եւ կանոնակարգեր։ Այո, պարոն քաղաքապետ, պահանջում են եւ շատ հրատապ։ Եվ մի բան պետք է անեք։ Դուք եք զբաղվում դրանով։ Դերինք շատ վաղուց մի հատ բան ասում։ Եթե նկատի ունեք 1979 թվականի դատավճիռը, ապա այն հետևյալն է 1979 հանրայնացված դատական փաստաթղթերի համաձայն, այսինքն արխիվը որ բացել են 1979 թվականին Գագիկ Ծառուկյանը մեղավոր էր ճանաչվել այդ թվում խմբակային բռնաբարության եւ կողոպուտի մեղադրանքով դատապարտվել է 7 տարվա ազատազրկմամբ, սակայն ավելի ուշ նրա փաստաբանները պաշտոնական հայտարարությունների համաձայն Հայաստանի վճռաբեկ դատարանով բեկանել են այդ դատավճիռը եւ դադարեցրել են հետապնդումները։ Արդեն Հայաստանի նորանկախ պատմությամբ նրա մասնակցությունը ապացուցված չէ, լրացուցիչ ապացույցներ հավաքվել այլևս հնարավոր չէ։ Այսինքն եթե ինքը բանտում ժամանակ անցկացրել է Ռաֆայել։ Դե որ ասում 7 տարվա ազատազրկման, ես մնացածը չգիտեմ, հետո բան արեցին, հա։ Մի խոսքով, հա։ Այսքանը լսեցիք պարոն Ավինյանի ասածը։ Այո, այսօր մենք եթեր էինք տալիս, բայց հա, լավ է ուշքան երբեք, բայց բարկացավ, ասաց ուզում են վարչական տերոր լինի, հրամաններ տվեց, դե, բայց ինչքան, այսինքն պիտի այս վիճակին հասնենք նոր բան անենք։ Դե ասեմ ձեզ ուրեմն, հա, պարոն Ավինյան, մենք ձեր խոստումը լսեցինք, պահանջները եւ կհետևենք, տեսնենք թե ոնց եք այդ պահանջներին համապատասխան լուծումներ գտնում։ Դատախազությունը հսկայական տեքստ հրապարակեց Գագիկ Ծառուկյանի գործով։ Վարքյաններ առաջ Քննչական կոմիտեի հանցագործության, մաքսանենգության գլխավոր վարչությունում քննվող առայն որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-24 թվականների ընթացքում առերևույթ կատարել են խոշոր չափերով խարդախություններ, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումներ։ Ըստ վարույթու մարկա փաստական տվյալների Ծառուկյանի կազմակերպմամբ ղեկավարմամբ գործող հանցավոր խմբի անդամները ղեկավարմամբ գործող Իրան-Հայաստան առևտրային կապերը զարգացնելու նպատակով Իրանի քաղաքացի հանդիսացող անձանց հետ
ձեռք են բերել համապատասխան պայմանավորվածություններ, որոնց շրջանակներում հիմնել են համատեղ իրավաբանական գործառույթներ, այնուհետև Իրան-Հայաստան լոգիստիկ բեռնափոխադրման կապ ստեղծելու քողի ներքո, գործելով խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ Իրանում ձեռնարկատեր հանդիսացող մի շարք անձանցից կողմերի ղեկավարվող այնտեղ գործունեություն ծավալող ընկերություններից ձեռք են բերել Հայաստանի Հանրապետությունը ներմուծել 52 միավոր տրանսպորտային միջոցներ, տեխնիկաներ, վառելիք, տարբեր տեսակի ապրանքներ, ապա ներկրումները քողարկել տնտեսական գործունեություն ծավալելու ձևական դրսևորումներով, կեղծել են ներմուծած մաքսային հայտարարագրելը, պաշտոնական այլ փաստաթղթերը, նախապես առաջացած դիտավորությամբ հափշտակել են ընդհանուր առմամբ 21 միլիոն 702 հազար ամերիկյան դոլար, 8 միլիարդ 126 միլիոն, չեմ կարող այս թվերը կարդամ, դոլար գույքեր, 21 միլիոն 720 հազար ամերիկյան դոլար, մենակ այս դեպքով։ Այնուհետև հանցավոր խմբի անդամները նպատակ ունենալով օրինականացնել վերը նշված հանցավոր գործառույթների արդյունքները, գույքերը, դրանց հանցավոր ծագումը քողարկելու նպատակով ապրանքների հափշտակությունից հետո Հայաստան ներմուծման փաստաթղթերը կեղծելու, դրանց մի մասը նաև կեղծ փաստաթղթերի հիման վրա օգտագործելու եղանակով քողարկել են խարդախությամբ հափշտակված տրանսպորտային միջոցների, մյուս ապրանքների ծագումները քողարկել են, փող կապակցել են վաճառքից առաջացած գումարները, միախառնել են արդեն հասկացանք ինչա կատարվում մոտավորապես։ Բայց ես էլի կեսի մի հատ Ռաֆու Սամվել վեպն է այստեղ հրապարակած։ Իսկապես որ էլի որ զարում կոնյակի գործարան ունես, դու հազարատ բիզնես ունես, գազանանոց ունես, ելքի ես գնում տես բաների մեջ, ինչի տա պետք է այդքան փող ինչ ես անելու։ Բացի դրանից Ծառուկյանը հանդիսանալով Հայաստանում պետական գրացում ստացած ՍՊ-ի LLC-ի շահառու, վառելիքի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող ոման ՌԿ-ի հետ գալով նախնական հանցավոր համաձայնության կազմակերպել եւ ղեկավարել է վերջինիս կողմից վառելիքի ներկրման գործարքի շրջանակներում Իրանի քաղաքացի ԵԻ-ի խաբեությամբ չափերով 934,460 ամերիկյան դոլարի գումարի հափշտակությունը, որի արդյունքում առաջացած գումարները միախառնվել են էլիս մի հատ պատում աստեղ։ Սա մի դրվագ դանկերներ, հանցանքի կատարման վկայող փաստերի հիման վրա քննչական կոմիտեում նախաձեռնվել է վարույթ հսկող դատախազին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառել քրեական օրենսգրքի ընկերներ շատ հոդվածներ այս սաղ չեմ կարծում, շատ, մի խոսքով սենց վիճակ տխուր մի հատ, դա։ Լավ, վաղը մի քիչ ավելի մանրամասն վստահ եմ կիմանանք այս ամեն ինչի մասին։ Այսքանը բարեկամներ, գոնե այս պահին մենք իհարկե կհետևենք զարգացումներին, update լինելուն պես կլինենք եթերում, ձեզ ամենը կներկայացնենք։ Հետևում ենք իրադարձությունների զարգացմանը, ձեզ ասում ենք ցտեսություն դերենիք։ Ցտեսություն։ Հիշում եք, չէ՞ որ փախնում էր բռնեցին օտանավականում չթողեցին։ Մի բան գիտեր էլի, ցտեսություն սիրելիներ, ինչ վաղը։ Առայժմ